20-րդ դարի կեսերի հայրենադարձության 80-ամյակին նվիրված Հայաստան բաց դուռ խորագրով ցուցահանդես է բացվել Պատմության թանգարանում։ Եվրոպայից, Մերձավոր Արևելքից և Միացյալ Նահանգներից 90,000 հայրենադարձների պատմությունն է ամբողջացվել այստեղ։ Այս ցուցահանդեսը, գիտաժողովը և մնացած այս թեմայի հետ կապված ուսումնասիրություններն ու ջանքերը ինձ թվում է կարևոր հիմք կդառնան, որպեսզի հետագայում այն հնարավորինս ճիշտ կազմակերպվի և նաև հնարավորության չափով ծառայի մեր երկրի զարգացմանը և նաև այդ նույն մարդկանց երազանքների իրականացմանը։ Մոտ 2 տասնամյակ է պահանջվել գաղտնազերծված այս փաստաթղթերը, լուսանկարներն ու ֆիլմերը մեկ տեղում հավաքելու, ապա դրանք հետազոտելու համար հիմնվելով մարդկանց պատմություններին, ասում է Տիգրան Պասկևիչյանը։ Հասարակական գործիչ, լրագրող Պասկևիչյանի խոսքով Ստալինյան տարիների բռնաճնշումների աքսորի ենթարկված մարդկանց պատմությունն է հիմնականում ներկայացված ցուցահանդեսում։ Այն մարդկանց, որոնք 1946-ից 1949 թվականներին եկան խորհրդային Հայաստանը ծաղկեցնելու, բայց հանդիպեցին սպասվածից 180 աստիճան հակառակ իրականության։ Այս մարդկանց պատմությունները մենք սկսեցինք փնտրել արխիվում այդ պատմությունների հետքերը։ Ու մեր ֆիլմերը եթե տեսնեք, այնտեղ մենք համադրում ենք մարդու խոսքը եւ արխիվային նյութը։ Մարդու խոսքը արխիվային, մարդը ասում է, պապաս մի ընկեր ուներ, իրան բանտարկեցին, մեկ էլ ցույց ենք տալի այդ բանտարկված մարդու անձնական գործը։ Հայաստան բաց դուռ ցուցահանդեսի համահեղինակն ասում է, երբ բազմաթիվ լուսանկարներ, փաստաթղթեր արդեն իրեն ձեռքի տակ էին հայտնվել, հասկացել են դա բավարար չէ հետազոտությունը գլուխ բերելու համար։ Պետք է գտնել այդ մարդկանց կամ նրանց հարազատներին, որպեսզի համեմատեն փաստաթղթերում գրվածն ու մարդկանց պատմածը։ Երբ որ առաջի անգամ սկսել էի մարդկանց հետ կապվել, մի մարդ կար Ամերիկայում, Հարութ Պարսամյան։ Զանգեցի իրան, ասի բարև ձեզ, կներեք, մի քիչ վախեցած, որ կարող է հեսա մերժի կամ բանանի, ասի սենց բան եմ ուզում անեմ, այս մարդը երևի մի րոպեի չափ լռեց, ինձ թվաց կապը կտրվել է բան, մեկ էլ սենց արեց, ուր էիր, 50 տարի քեզի կսպասեմ։ 80 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները կարծես մեր պատմության լուսանցքում են մնացել, նկատում են աշխատության համահեղինակները։ Ցուցահանդեսը մինչև սեպտեմբերի 2-ը բաց կլինի։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։